Ահա մենք վերադարձանք, շարունակվում է առավոտ լուսոն եւ արդեն պահը հասունացել է իմ երջանկանալու, որովհետև հիմա մեզ միանալու է մեր գործընկերանուշը, բայց մինչ այդ նշեմ, որ այս տեսանյութի ընթացքում մենք փոքրիկ բացահայտում ենք արել, պարզվում է թթուն երջանկության հորմոններ կարող է առաջացնել թթու սիրող մարդկանց մոտ։ Տեսնենք Անուշը կհամաձայնի թե չէ, ասա։ Որովհետև մենք որ խոսում ենք թթվից, ես ու Մանեն ինքնին ժպտում ենք եւ ուրախանում ենք։ Ու ոչ միայն ես ու Մանեն։ Շատ։ Տեսնենք Անուշը համաձայն է մեր կարծիքի հետ։ Բարի լույս, սիրելի գործընկերներ, ինչպես թե համաձայն չեմ, եթե դուք նոր տեսաք, թե ինչ մեծ ամանով թթու, երբ որ բերեցին, մեր ամբողջ նկարահանող խումբն էր երջանիկ այդ պահին։ Եվ հիմա թթուն եկել հասել է այստեղ։ Օ, այդ թթուն է դա։ Մենք կպատրաստենք թթու վարունգով, հավկիթով, շատ համեղ աղցան։ Եվ ինչ է անհրաժեշտ, բացի թթու վարունգից։ Անհրաժեշտ է նաև եգիպտացորեն, պանիր, կանաչի եւ թթվասեր մայոնեզ։ Հիմա սկսենք պատրաստել, շատ համեղ է իրականում, առանձնապես բար չէ, գուցե շատերին էլ ծանոթ լինի, բայց վաղուց ես պատրաստում եմ սա ու այսօր որոշեցի, եթե թթու, ապա հենց այս բաղադրատոմսը։ Սկսում ենք քերել, հավկիթը խաշել եմ, որպես նախապատրաստական աշխատանք ընդհանրապես պետք է հավկիթը խաշել։ Շատ նման է մայրաքաղաքային աղցանի։ Ավելի քիչ բաղադրիչներով կարծես։ Բայց համը տարբեր է։ Դե բնականաբար։ Շատ տարբեր է, այստեղ թթու վարունգը շատ է։ Օրինակ ես մայրաքաղաքային աղցանը պատրաստելիս առաջինը կտրում եմ վարունգը, որ շատ լինի։ Միշտ շատ է։ Դու էլ ես սիրում թթու։ Անչափ։ Մանեն թթվի մեծ սիրահար։ Իսկ դուք գիտեք, որ շատ վիտամին C է պարունակում թթուն։ Այո։ Իդեպ վերջին շրջանում մի հոլովակ հայտնվեց ինձ մոտ, որտեղ մասնագետները հենց փաստում էին, երբ մուրաբաներ, տարատեսակ ինչ-որ այդ շրջանում փորձում են պահածոյացնել, ամենաօգտակարը եւ որ ել ավելի է վիտամիններով հարուստ դառնում բանջարեղենը, հենց թթուն է, մարինացման տարբեր օրինակներ կիրառելով կարող եք բանջարեղենը թթու դնել եւ վայելել ձմռանը, որովհետեւ իսկապես վիտամինները շատ են, փորձում են նաեւ պաշտպանել մեր օրգանիզմը տարատեսակ վիրուսներից։ Այո, եւ հիմա ինչ հետաքրքիր է, չէ՞, ինչ տեսակ եւ միրգ, եւ բանջարեղեն, ինչ թթու ասես կա։ Նույնիսկ արդեն երբ որ ուղակի սովորական մի քանի բաղադրիչ է, որը մեզ ծանոթ է, զարմանալի է, այսպես սպասում ենք, որ ինչ որ հետաքրքիր։ Իդեպ Աղավնաձոր գյուղում եւ ընդհանրապես ամեն մի գյուղում իրեն տարածաշրջանին հատուկ հետաքրքիր կանաչեղենը կա, որից թթու են պատրաստում, այո, հենց այստեղ էլ մենք Շուշանի նման անունը չեմ հիշում հիմա ինչ ասեց տիկին Նարան, բայց կարծես Շուշան լիներ, բայց այլ կանաչ էր եւ ուրիշ տեղ այո չկա։ Իսկ համեղ էր, Անուշ։ Համեղ էր, այո, Շուշանի համին նման էր։ Իսկ ձեր ամենատարօրինակ եւ առաջին հայացքից այսպես զարմանալի թվացող թթուն ո՞րն է եղել, որ տեսել համ տեսել եք։ Բողկն էր երևի։ Բողկը։ Այո, կարմիր։ Կարմիր բողկերը։ Փոքրիկ բողկեր, թթու։ Իմը երևի թե եգիպտացորեն։ Եգիպտացորեն թթու։ Հա, չէ, շատ եմ սիրում դա։ Եգիպտացորենը, այո, ես փորձել եմ հոնի թթու, որը անմահական է։ Հոնը, այո, հոնը նույնպես։ Չես կերել։ Չէ, չեմ կերել։ Շատ համեղ է, շատ ճիշտ ես։ Թթու վարունգը նույնպես պետք է քերենք։ Եվ մի քիչ շատ կվերցնենք։ Այս անգամ ինձ թվում է շատ բան չկա անելու, դրա համար ես ոնց որ չեմ գա եւ չեմ խանգարի քեզ։ Այո, իրականում ընդհանրապես եւ վարունգը պետք է քերենք ու ավարտին հասցնենք։ Բաղադրիչները խառնել։ Այդ ամբողջ վարունգը պետք է կտրել, թե։ Ինչպես։ Ամբողջ վարունգը պետք է կտրենք կամ քերենք, թե։ Մնալու է 1 կամ 2 հատ։ Կթողնենք։ Մեր աչքը ապսեին է վար։ Մեկը քեզ, մեկը մանեին։ Այո։ Իսկ դուք լսեցիք հետաքրքիր ավանդույթի մասին, որ Աղավնաձոր գյուղում, դեպ Կոտայքի մարզում է գտնվում եւ Աղավնաձոր գյուղում ասում է, որ երբ որ հարս են ընտրել ժամանակին, ով լավ թթու է դրել, իրենց էլ հարց են ընտրել, պատկերացնում։ Մինչ տեսանյութը դիտելը պատմում էինք այս ավանդազրույցի մասին, չգիտեմ, իրականում գործում եմ ինչ հիմա այդ օրենքը։ Դե ոչ իհարկե, բայց ժամանակը Մանեն էլ նոր ասաց, որ իդեալական ուղղակի թթու է դնում։
Շնորհակալություն գաղտնիքները բացահայտելու համար։ Այնպես որ իմացեք, այնպես որ իմացեք։ Այս ընթացքում նաև մենք հասկացանք Անուշ, որ այս բաղադրատոմս եւս կարող ենք օգտագործել մեր համատեղ թթվային մի օրվա համար, երբ որոշենք թթուն վայելել։ Կնշանակենք թթվի միջազգային օր, թթվի օր կնշանակենք եւ կվայելենք տարատեսակ թթուներ։ Շատ լավ, պայմանավորվեցինք։ Բայց դա թող լինի ձմռանը։ Մի քիչ էլ ցուրտ լինի, հա։ Ցուրտ լինի, որ լինի վառարան, դուրսը ցուրտ, Կարտոֆիլ։ ոտքերս կարտոֆիլ, վառարանի մեջ։ Հո, շատ համեղ է, ամեն ինչ արդեն։ Ես չեմ դիմանա sense բաներին։ Ահա, հիմա տեղափոխենք հավկիթն ու թթու վարունգը։ Փշակավեցիր իմ սիրելի մանե, ես ճիշտ նկատեցի։ Դանակի այդ ձայնից։ Օ, դանակի քերոցից մանեն փշակաղվում է։ Ինձ հիշեցնում է մեկ այլ ձայն։ Վստահաբար դուք էլ կհիշեք, երբ վատ կավիճ էր հայտնվում դասարանում։ Այո։ Չէ, մոտ դա նորմալ է։ Գրատախտակին գրելու ընթացքում շատ վատ ձայն էր տարածվում։ Ես գտեցի չեմ փշակաղվում։ Պատառաքաղից։ Պատառաքաղը ափսեի մեջ։ Չէ, մի արա լավ հերք է։ Լավ, այսօր բարի օր է, բարի Այո, բարի հիշողություններով կարող ենք խոսենք բարի բաներից։ Եվ հիմա մեզ մնում է կտրտենք կանաչին։ Այստեղ նաև սոխ են կտրում, բայց անկեղծ ասած ես երբ տանը պատրաստում եմ երեխաներիս համար, իդեպ իրանք էլ շատ սիրում են, երբ պատրաստում եմ սոխ չեմ ավելացնում, ուղղակի վրան եմ ավելացնում շուրջը։ կանաչ սոխի մասին։ Կցանկանամ, իրենք կարող են իրենց ափսեի համար վերցնել արդեն, չէ՞, ցանկանա միայն այդ ձևով կվերցնեն։ Իսկ կանաչ սոխ, թե կանաչ սոխ, այո։ կլոր սոխ։ Կանաչ սոխ։ Կանաչ։ Ահա, ավելացնենք նաև եգիպտացորենը։ Սիրուն գույների համադրությունն է դեպ։ Եվ անցնենք համեմին։ Կանաչի ընդհանրապես սիրում եմ շատ օգտագործել։ Ռեհան չկա կանաչիների մեջ։ Բայց ձեռնոցները հանը։ Այս պահին չկա, բայց սիրում ես ռեհան։ Օ, շատ իմ ամենասիրած կանաչին Իսկ է ռեհան։ ռեհանի եւ կոմպոտ։ Ռեհանը, բայց Ռեհանի այս կոմպոտ։ Այո, չասես չես փորձել մի կա։ Չեմ փորձել մանե։ դուք Լավ, իմ պարտք կլինի, որ դու փորձես մի կա։ Ռեհանի կոմպոտ։ Այո, շատ համեղ է։ դե եթե դե գոնե հաստատ երբ որ փոքր ժամանակ երբ հազացել ես, հաստատ մայրիկը ռեհանի Հիշեցի, թուրմ տվել է, պատրաստել է։ Չէ, բայց իրական դա եփում են պարզապես ռեհանը որպես թուրմ, որը կրկին շատ առողջարար է, բայց օրինակ ես ամառը հատկապես նոր ռեհան, հատապտուղներ շատ այլ կարմիր մասնավորապես, ազնվամորի կլինի, ելակ խառնում եմ ու շատ համեղ կոմպոտ է ստացվում։ Փորձեմ անպայման։ Ընդհանրապես թարմ ռեհանից նարինջ, կիտրոն, այո, ուղղակի թարմ կարելի է թրմել սառը ջրով։ Եվ վայելել։ Այսքանը մենք կավելացնենք աղսև պղպեղ։ Մեզ կմնա համեմել ու մատուցել։ Իցնենք աղը։ Քանի որ միայն հավկիթը պետք է մի փոքր աղանել, քիչ կավելացնենք։ Եվ մի փոքր սև պղպեղ։ Ախորժակս բացվեց։ Դա լավ է։ Հիմա պետք է մի լավ խառնել, որպեսզի բաղադրիչները լավ խառնվեն։ Նոր հետո կավելացնենք թթվասեր։ Անուշ, իսկ երբ ենք պատրաստելու լոլիկով ձվածեղ։ Հաջորդ շաբաթ ինձ թվում է կարող ենք պատրաստել։ Ես անցած եթերից չեմ մոռացել այդ։ Մենք եւ հեռուստադիտողները եւս մի կա։ Բայց կարելի է պատրաստել մի քանի տեսակի բաներ ձվածեղ։ Իմպրովիզներով նույնիսկ։ Օ, Դու Կարող եք այդ օրը- պանդորոց ձվածեղը մեղրով։ չէ, Ես կերել եմ, բայց իմ դուրը չի եկել։ շատ լավ։ Ինձ թվում է ինձ էլ դուր չի գա, որովհետեւ այդ համադրությունը չեմ փորձել։ Կարելի է փորձել։
Գոնե մեկ անգամ պետք է փորձել։ Ես մեղրը կբերեմ։ Հաջորդ շաբաթ փորձենք ուրեմն։ Մեր գյուղի։ Հիմա ավելացնենք թթվասեր։ Եվս մի քիչ առատ եւ մայոնեզ։ Մայոնեզ քիչ։ Խառնում ենք ու այստեղ ես այսպիսի օղակ եմ բերել, որպեսզի գեղեցիկ մատուցենք ափսեի մեջ։ Ինձ թվում է մեր հեռուստադիտողները հաստատ այսօր կպատրաստեն այս աղցանը։ Շատ հեշտ էր։ Շատ։ Պատրաստելը։ Շատ արագ։ Իհարկե կարող եք մատուցման 1000 ու մի տարբերակ ունենալ, բայց Անուշը ինչպես միշտ առանձնացրել է գեղեցիկ տարբերակը։ Իհարկե, շատ գեղեցիկ է, երբ որ ես այս շրջանաձև այս օղակը ընդհանրապես շատ եմ օգտագործում տանը եւ ուղակի կապ չունի ինչ ես պատրաստել եւ բրինձը կարելի է տարբերակով մատուցել։ Այո, իդեպ բրինձներ շատ հաճախ սովորական բրինձը ուղակի այսպես հենց լցոնում եմ գեղեցիկ ձևավորում եմ, որևէ բան երբ որ պատրաստում եմ, շուրջը ուղակի շուրջն եմ այսպես տարածում, կարող է սովորական բանջարեղեն լինել, բրոկոլի, բայց այնքան գեղեցիկ է, որ արդեն գոհեն բոլորը։ Հիմա մենք պետք է զգուշորեն մի քիչ սեղմելով այսպես լցնենք։ Ինչ անեմ, չդիմանամ գնամ փորձեմ։ Թե զսպեմ ինձ։ Կարող ես մի քիչ քեզ զսպել, միասին գնանք փորձենք այն ժամանակ, երբ հեռուստադիտողների հետ կվայելենք երաժշտություն րոպեներ անց։ Համոզեցեք իմ սիրելի մանա։ Բայց մենք հաջորդ շաբաթ միասին կլինենք խոհանոցում, որևէ լոլիկով ձված եղ արդեն որոշեցինք, բայց հեղինակային։ Խնդիր չկա։ Ես չեմ գա այդ օրը եթե։ Իսկ քո ամենասիրելի բաղադրատոմսը ո՞րն է լոլիկով ձվածերի։ Ամենապարզը թե շատ համեմունքներով Ամենապարզը։ 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 Լոլիկով ձվածերին ոչ մի ուրիշ բաներ պետք չէ որ ասես։ Ինքը անմահակա։ նույնիսկ անունն էլ է արդեն գեղեցիկ եւ համբեր։ Լոլիկով ձված։ Հիմա կանաչի ենք ավելացնելու, թե սոխը։ Այո, սոխը։ Մենք սեղմենք մի փոքր։ Այսպես, եւ կտրենք մի քանի սոխ, ով չի ցանկանա, կարող է չօգտագործել։ Փոքր դանակով դժվար է։ Այո։ Կտրել։ Ես ուզում ասեմ։ Երբ սովորում ես, ներեցեք, երբ սովորում ես մեծ դանակին, հետո փոքր դանակով ամեն ինչն է դժվար դառնում, թե կանաչի մանրեցնելը, թե ընկուզեղենը, թե անգամ սովորական միրգ կտրելու այդ process-ը շատ դժվար է դառնում։ Իսկապես ես էլ շատ հազվադեպ եմ օգտագործում փոքր դանակ։ Այսպես շուրջը տարածենք։ Եվ ասենք Անուշ լինի, հուսա մեր հեռուստադիտողները կօգտվեն այս բաղադրատոմսից եւ կհիշեն մեզ։ Շնորհակալ ենք Անուշ, վստահ ենք, որ կօգտագործեն նաև այս բաղադրատոմսը, թե առօրյայում պարզապես վիտամիններ համտեսելու համար, թե իրենց գեղեցիկ սեղանը եւս մեկ հետաքրքիր աղցանով զարդարելու։ Շնորհակալություն։ Անուշ լինի։ Իսկ մենք սիրելիներ շարժվենք առաջ, լսենք երաժշտություն, որ ունենանք հնարավորություն գնալու եւ այդ աղցանը փորձելու, չէ՞։ Դուք լսեք երաժշտություն, մենք էլ գնանք աղցանը փորձենք ու գանք։